Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, եթերում Արարատյան Խոհանոցն է Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայից։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել Շիրակի մարզին բնորոշ կերակրատեսակները։ Եվ պատահական չի, որ այս կացինը, ցակատը, չափաջաղը կամ սաթրին իմ ձեռքում է։ Իմ ձեռքում է, որովհետև կա ազգագրական նյութ, որտեղ նշվում է, որ Գյումրում շատ հարգի էր սաթրի քյուրթան։ Եվ պատկերացրեք, որ մինչև պարզեցինք, թե ինչ է սաթրին, պարզվեց, որ սաթրին հենց այս չափաջաղն է, կամ ցակատը, հայերեն ավելի լորվա կողմի բարբառով ասենք, կամ կացինը։ Եվ ինչ է իրականում կատարվում, կամ ինչ է կատարվել, ինչպես է պատրաստվել այս կերակրատեսակը։ Մեր կոլուլակն է, և եթե սովորական կոլուլակները քարի վրա, այսպես փայտի թակով ծեծում էին 3 և ավելի ժամ, ապա այս տարբերակով, սաթրիով ծեծում են տավարի միսը փայտի վրա, այնքան ժամանակ, մինչև որ ստացվի սուֆլեանման, այսինքն քյուրթայանման, կոլոլականման զանգված։ Ես պիտի խոստովանեմ, որ առաջի անգամ եմ պատրաստում, բայց ունեմ այսպես մի տարբերակ, որը պիտի օգտվեմ լավ պատրաստելու համար։ Կծեծենք իհարկե սաթրով, բայց նաև կխառնենք մեր սովորական կոլոլակը, Բայազեդ ֆիրմայի, որպեսզի մասսան ստացվի այնպիսին, ինչպիսին պետք է, որովհետև ես կարծում եմ երկար ու երկար պիտի ծեծենք, երկար ու երկար այս սաթրիով պիտի աշխատենք, այդքան ժամանակ չունենք, միշտեղ ենք հրավիրված գնացինք, նախ կտրատենք կարծիքով, այնուհետև խոստովանում եմ առաջի անգամ եմ ձեռքս վերցրել այս գործիքը, իհարկե հենց այս կերակուրը պատրաստելու համար, բնականաբար այս գործիքը 40 տարի իմ ձեռքին է։ Ծեծելու ընթացքում աղ պիտի ավելացնենք, աղը, լոտուս աղ, սաթրի քյուրթա, սաթրի, ժողովուրդ ջան, հոգից դուրս եկավ, ճիշտ եմ ասում, արդեն, ստացանք մի զանգված, որը նման է կոլոլակին, սա այսպես, հիմա իմ կարծիքով, քանի որ մենք առաջի անգամ ենք անում, մի քիչ կխառնենք կոլոլակ մեր արդեն մեր ծանոթ որակից, բարձր որակից, Բայազեդ ընկերության կոլոլակը կխառնենք, Այն, որ ասում են, դեպ մարդ ես էլի, մենք էլ տեսար պատրաստեցինք, մեր ուզածը չեղավ, որովհետև մենք մեր տատիկների նման աշխատասեր չենք, որ 5-6 ժամ ծեծենք, խփենք, խառնենք, տեսնենք, համտեսենք, սա այսպես, իմ կարծիքով արդեն կունենանք համասեր զանգված։ Սաթրը օգտագործելուց հետո դանակը թվում է քեզ արդեն մի բմբուլի քաշ։ Այստեղ բնականաբար
առանց ձեռքի հնարավոր չի։ Պիտի խփենք շատ, որ օդով հարստացնենք, թարխունով և կարագով մուս պատրաստենք։ Հիմա փոքրիկ քիչ կարագ այսպես հավաքենք աշխատենք, որ լավ կլոր լինի։ Եվ իջեցնենք ջուրը։ Նորից։ Այստեղ փոսիկ մեջ կարագ։ Սաթրի ջուրսան հենց այսպես է եղել, թե չէ, բայց ծեծած միսը հենց այդ գործիքով պարզ է, թե ինչպիսին է եղել, մենք կարող ենք մեր երևակայությունը փոխանցել։ Այստեղ են ասում, լավ է ստացվելու, խայտառակ լինենք։ Ուզում եմ հիշեցնել, որ այս կարագի և կանաչու այս մուսը լցոնվում է նաև կիևյան կոտլետ կերակրատեսակի հետ, պես որ եթե մարդիկ ասեն այդպես ինչ-որ բան կա, ինչու չես նշում, իրենց համար նշեմ։ Ընդհանրապես շատ նոր մշակումներ ենք նաև մենք ցույց տալու կոլոլակի հետ կապված կանաբար, որովհետև սա մի հումք է, որը թույլ է տալիս վարարական միտքը լավ զարգացնել։ Վերջ։ Սա էլ ջուրը եռալուց հետո սովորաբար կոլոլակը 30-35 րոպե հետո պատրաստ է լինում, քանի որ սա նոր է, մենք կփորձենք իհարկե մինչև 30 րոպեն, բայց դրեցինք եռած ու գնաց, կհանդիպենք 30-35 րոպե հետո։ Եվ այսպես բարեկամներ անցավ այդ պահանջված ժամանակը և տեսեք հյութաններն արդեն պատրաստ են մեր կոլոլիկները սաթրի քյուֆտա։ Հիանալի, հիանալի։ Հիմա ինչ պիտի անենք, մի քիչ կաղամբի ձողիկներ, այսպես ձողիկներ անենք, մի քիչ սոխից,
Մի քիչ էլ կանաչ սոխ վերցնենք իսկ դրանք այստեղ սպես Ապսեն դնենք մեր լցոնով քյուրթաները կարագը մնացել է լավ տեսքով կարող եք տեսնել Այս գունավոր կանաչիները այսպես Ահա այս կերակրատեսակն էր, բարեկամներ, որ այսքան երկար պատրաստեցինք եւ արժե, կարծում եմ, պատրաստել այս գեղեցիկ կերակրատեսակը, ընդհանրապես մեր ազգային խոհանոցը շատ աշխատատար է։ Շատ եմ ուզում, որ մենք միշտ սնվենք ազգային կերակրատեսակներով, շատ եմ ուզում, որ մենք միշտ զգոն լինենք ազգային արժեքների նկատմամբ։ Սաթրի քյուրթա Տավարի միս 400 գրամ, կոլոլակ 200 գրամ, կարագ 80 գրամ, թարխուն 15 գրամ, սոխ 80 գրամ, ձու 1 հատ, ալյուր 20 գրամ, աղ։ Բարի ախորժակ։ Բարեկամներ, եթե չհասցրեցիք դիտել մեզ, կարող եք հետևել մեր YouTube-յան էջում։ Ուզում եմ լինեք առողջ ու երջանիկ, ազգ սիրեք ու հայրենիք։ Ցտեսություն բարեկամներ։